Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Պարոն Աբրահամյան, Մոսկվայից հերթական հայտարարությունը այն մասին է, թե իրենք ուշի ուշով հետևում են եւ սպասում են, թե Երևանը եւ Բաքուն երբ պայմանավորվածության կգան 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը անցկացնելու վերաբերյալ։ Հասկանանք ինչու Մոսկվան այս առումով մեծ շահագրգռվածություն ունի, ինչ է տվել այդ հարթակը առհասարակ եւ ինչ է տվել նաեւ Հայաստանին մասնավորապես, հաշվի առնելով նաեւ որ Վրաստանը իրեն դուրս է դրել այդ հարթակից եւ Իրանն էլ հիմա կարծես թե այն իրավիճակում չէ, որ մասնակցի ակտիվ այդ քննարկումներին։ 3+3 ձևաչափը երբեք էլ գործնական նշանակություն չի ունեցել, դա միշտ ծառայեցվել է որպես զսպաշապիկ Հայաստանի, հատկապես Հայաստանի նկատմամբ։ Այդ ձևաչափը ընդհանրապես, եթե ասես ավելի փորձենք ակունքներին մոտենալ, սկսեց թմկահարվել, իհարկե դրանից առաջ էր խոսում, բայց հատկապես Ղարաբաղյան պատերազմից հետո դրվեց շրջանառության մեջ եւ հատկապես դա տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Ռուսաստանի այսպես համառ ջանքերի արդյունքում եւ Հայաստանը այդ ժամանակահատվածում գտնվելով բավականին ծանր իրավիճակում ստիպված էր համակերպվել իրողության հետ եւ համաձայնել 3+3 ձևաչափով քննարկումներին մի քանի այդպիսի հանդիպումներ այդ շրջանակներում եղել են, որոնք որևէ գործնական հետևանքի միջայլոց չեն ունեցել եւ սա ցույց էր տալիս նաեւ Հայաստանի այսպես դժկամությամբ այդ ձևաչափում ներգրավվածությունը այդ ձևաչափում Վրաստանի համար այն որևէ նշանակություն չունի Վրաստանը միշտ իրեն օտարել է այս ձևաչափից որովհետեւ իր տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային արտաքին քաղաքականության հետ որևէ առնչություն այս ձևաչափը չունի Իրանի համար սա եղել է կրել է միջձևական բնույթ, այսպես սիմվոլիկ նշանակություն է ունեցել ընդհանրապես ամրագրելու համար Իրանի ներգրավվածությունը Հարավային Կովկասի քաղաքականության մեջ եւ ներկայացնելու նաեւ Իրանի շահերը Բայց ինչու է փորձարվում վերակենդանացնել այն, ինչ կարծես թե ըստ էության Սա ամենահետաքրքիր պահն է այս ձևաչափի Ուրեմն վերակենդանացնելու հիմնական ջանքերն ուղղված են Հայաստանին իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման որևէ հնարավորությունից զրկելու։ Սա է ամենակարևոր նպատակը եւ պահել տարածաշրջանի հեգեմոն երկրներից Ռուսաստանի եւ Թուրքիայի ուղիղ ազդեցության տակ։ 3+2 իրականում բովանդակային առումով եթե դիտարկենք, ապա ոչ թե պետք է խոսենք 3+3, այլ 3+2 ձևաչափի մասին։ Այս 3+2 ձևաչափը ուղիղ արտացոլում է ուժերի այն նոր հարաբերակցությունը, որը ձևավորվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում եւ արտացոլում է Ռուսաստանի եւ Թուրքիայի տարածաշրջանը կիսելու եւ տարածաշրջանի համար համատեղ, այսպես ասած, պատասխանատվություն ստանձնելու իրողությունը։ Եվ այս առումով նկատի ունենալով, որ Հայաստանը ի վերջո հանգեց այն հետևության, որ իր անվտանգային երաշխիքների ապահովումը հնարավոր է միմիայն անվտանգության մեխանիզմների դիվերսիֆիկացման միջոցով եւ սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել պրոեվրոպական, պրոամերիկյան ուղղությունը զարգացնելու իմաստով, ահա 3+3 ձևաչափը ակտիվացվում է հենց այս հնարավորություններից Հայաստանին զրկելու համար։ Զսպաշապիկ այդ իմաստով։ Այո, զսպաշապիկ հենց այդ իմաստով նկատի ունեմ։ Եթե հիշում եք, մինչ այդ ուրեմն քննարկվում էին տարբեր լոկացիոն կոմունիկացիոն նախագծեր, հենց նույն Ադրբեջանի ձևակերպման պետ Չակերտավոր Զանգեզուրի միջանցքի սխեման, որտեղ Ռուսաստանը ստանձնել էր այդպես կարևոր ուրեմն առաջնորդողի դեր եւ ըստ էության այնինչ առաջարկում էր Ռուսաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համատեղ, դա Հայաստանի բացարձակ սուբյեկտայնությունից Հայաստանի բացարձակ զրկելու արդյունքում Հայաստանի տարածքը ուրեմն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև ուրեմն հաղորդակցության համար օգտագործելն էր եւ արտատարածքային միջանցք ձևավորելուն, որը պետք է գտնվեր ամբողջությամբ Ռուսաստանի այսինքն այդ հոսքի նկատմամբ անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանը։ Հայաստանը որևէ դերակատարություն այդտեղ չէր ունենալու, որևէ սուբյեկտային ազդեցություն եւ նշանակություն այստեղ չէր ունենալու։ Հիմա, քանի որ Հայաստանը ի վերջո բարեբախտաբար հաջողեցրեց ճեղքելու այս
շղթան դուրս գալու եւ այնպիսի այլ ընտրանքային մեխանիզմ բերելու ինչպիսին թրիփներ, որը բացարձակապես այլ տրամաբանությամբ է գործարկվել, այս 3+2 ձևաչափը վերակենդանացվում է այս հնարավորություններից Հայաստանին զրկելու նպատակով։ Իմ խորին համոզմամբ հիմնական եւ գործնական ու միակ դրա նշանակությունը ամփոփվում է կարելի է։ Այո, թրիփը եւ ընդհանրապես ոչ միայն թրիփը, խոսքը վերաբերում է կարող է վերաբերել նաև այն բոլոր հնարավոր նախաձեռնություններին, որոնք կարող են Հայաստանը դարձնել տարածաշրջանային հաղորդակցային հաբ։ Ես ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել նաև վերջերս ուրեմն Շուշիի հետմեդիա ֆորումի ժամանակ նախագահ Ալիևի կողմից արած որոշ հայտարարություններին կապված հենց Հայաստանի տրանզիտային հնարավորությունների նկատմամբ իրենց ձևակերպամբ արևմուտքի եւ հատկապես Եվրոպական միության չափազանցված ակնկալիքների հետ, հա։ Հիշում եք ինչ ասաց, իրենք փաստացիության Ալիևը ակնարկեց, որ իրենք եվրոպացիների հետ իսկ վերջի շրջանում Եվրոմիության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին Ադրբեջան, այդ քննարկումների եւ բանակցությունների ժամանակ ըստ էության Ադրբեջանը բարձրացրել է այդ հարցը, թե ինչ կարող է իրենից ներկայացնել Հայաստանը տրանզիտային իմաստով, որ իրեն հետ հույսեր է կապում, ես ցույց է տալիս այն խանդը, այն ուրեմն զուտ խանդ չէ, այսինքն իրավիճակի փոփոխությունը Հայաստանի դերակատարության հետ կապված, որը ստիպում է Ադրբեջանին ավելի զուսպ լինել իր տարածաշրջանային եւ Հայաստանի հետ կապված իր հավակնությունների հարցում։ Այսինքն ուզում եմ ասել, որ փորձ է արվում նսեմացնել Հայաստանի դերը նշանակությունը, ոչ միայն փորձ է արվում նսեմացնել, այլ փորձ է արվում ծանրության կենտրոնը Հայաստանից տեղափոխել Ադրբեջան։ Իրենք լավ հասկանում են, որ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության ջանքերով եւ հետեւողականությամբ Հայաստանը ուղիղ ներգրավվում է տարածաշրջանային, կրկնում եմ, բավականին խոշոր մեգա հաղորդակցային նախագծերի մեջ եւ առանց Հայաստանի ներգրավվածության պատկերացնելի չի համարվում այդպիսի նախագծերի իրականացումը։ Եվ դա տրամաբանական է, ուրիշ կերպ չի կարող լինել, որովհետեւ առանց Հայաստանի ներգրավվածության այսօրվա պայմաններում անվտանգության որևէ երաշխիք այդ մեգա նախագծերի հետագա գործարկության կամ արդյունավետության իմաստով չի լինելու։ Խնդիրը այն չի, որ Հայաստանը ինչ-որ սպառնալիք է ներկայացնելու նմանատիպ նախագծերի համար։ Խնդիրն այն է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող հավակնությունները եւ այսպես սպառնալիքները միշտ բերելու են այդ մտավախության, որ տարածաշրջանում կարող են բռնկվել նոր հակամարտություններ, որոնք երբեք թույլ չեն տա այդպիսի տնտեսական նախագծեր իրականացնել, իսկ փողը գնում է այնտեղ, որտեղ կա խաղաղ միջավայր, այդ փողը զարգացնելու, աճելու, աճեցնելու ուրեմն հնարավորություններ։ Եվ այս իմաստով իր շահերից ելնելով Եվրոպական միությունը այդ մեծ միջին միջանցքի գաղափարի շրջանակներում Հայաստանին ուզում է ներգրավել այս process-ների մեջ, որը առաջացնում է Ադրբեջանի խանդը այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանում է, որ եթե Հայաստանը դարձավ սուբյեկտ խաղացող, ոչ թե օբյեկտ, այսպես ասենք, ինչպես իրենք պատկերացնում են հենց 3+2 ձևաչափի շրջանակներում, ապա իրենք հետագայում որևէ ձևով Հայաստանի նկատմամբ ճնշումների, Հայաստանից ինչ որ պահանջներ ունենալու հնարավորություններ չեն ունենալու եւ հիմա Ադրբեջանի դժգոհությունը կապված է սրա հետ, որովհետեւ իրենք կարևոր լծակներից այս ընթացքը, որի հետ մենք գործ ունենք, այդ ընթացքի պայմաններում այդ հնարավորություններից զրկվելու է։ Իսկ այդ խանդը կարող է մեծանալ հաշվի առնելով այսօր Ջեյհուն Բայրամովի այցը Մոսկվա, Լավրովի հետ հանդիպում է նախատեսված եւ ընդհանուր առմամբ քննարկելու են ոչ միայն Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններ, այլ նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունները նույն թրիփ նախագծի հետ կապված։ Ինչ է կարծում, Ադրբեջանը կարող է էլի հանդես գալ նմանօրինակ հայտարարություններով, որ 3+3 անհրաժեշտություն է։ Մենք Բաքվից ենք բարբերաբար նման հայտարարություններ լսում եւ այդ խանդի դրսևորումները, օրինակ Լավրովի հետ հանդիպումից հետո ավելի ցայտուն եւ տեսանելի դառնան։ Գիտեք, ես չեմ կարող պնդել, որ անպայման այցելությունից հետո նմանատիպ հայտարարություններ կլինեն, բայց այն հանգամանքը, որ 3+2 ձևաչափը ուղիղ բխում է թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի շահերից, սա փաստ է։ Եվ Ռուսաստանը եւ Ադրբեջանը երբեք չեն թաքցրել հենց 3+2 ձևաչափով տարածաշրջանային, այսպես նեղ տարածաշրջանային միավորում ձևավորելու իրենց ցանկությունը։ Սա որտեղ Հայաստանը միայնակ է։ Ոչ միայն միայնակ է, կախվածության մեջ է Հայաստանը։
Կարող ես լինել միայնակ, բայց սուբյեկտ, բայց կարող ես լինել միայնակ եւ օբյեկտ, այսինքն դու կախված լինես մնացած բոլոր խաղացողների, քաղաքական շահերի, այսպես փոխհարաբերակցությունից։ Դու ընդհանրապես որևէ ազդեցություն եւ ընդհանրապես որևէ ազդեցություն դրա վրա չունենալ, ինչը որ հենց իրենց նպատակն է։ Վստահ եմ, որ այդ հարցը քննարկվելու է այնտեղ։ Ընդհանրապես ինչու հնարավոր եղավ թրիփի նախագծի այսպես գաղափարի իրականացումը Վաշինգտոնում անցած տարի, որովհետև Ադրբեջանը վստահ էր, որ Ռուսաստանը ի վիճակի չէ լուծելու Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև կապի ապահովման խնդիրը, եւ քանի որ Միացյալ Նահանգներից արվել էր առաջարկություն, իրենք մտածեցին, որ հա սա ստեղծվել է բան, այսպես հնարավորություն, որպես այս հարցը լուծենք, բայց այդ հարցը լուծվեց ի վնաս Ադրբեջանի այն առումով, որ այստեղ ամբողջ այդ ճանապարհահատվածի նկատմամբ Հայաստանի յուրիսդիկցիան է գործելու, Հայաստանի վերահսկողության պայմաններում է լինելու, մաքսային օրենսդրության շրջանակներում է լինելու, ինչը նշանակում է դումներ կան, որ դա միջանցք է, բայց այնուամենայնիվ դա բացառում է։ Շատ կարևոր հանգամանք, շատ կարևոր։ Հենց սրանով է, որ թրիփի նախագիծը տարբերվում է այդ հետ պատերազմյան շրջանի Ռուսաստանի կողմից իրականացվող կամ այսպես զարգացվող այդ միջանցքային տրամաբանությունից։ Հենց սա է ամենակարևոր որակական հատկանիշը, որով թրիփը առանձնացնում է դրանից եւ ոչ միայն դրանից, այլ նաեւ հենց թրիփը դարձնում է Հայաստանի անվտանգության կարևորագույն առանցքային միավորը, հա։ Եվ հիմա արդեն քանի որ այս հաղորդակցության հնարավորությունը ձևավորվել է եւ իրենք տեսնում են, որ Միացյալ Նահանգները համառորեն Հայաստանի սուբյեկտայնության վրա շեշտադրում են կատարում, նաև այս առումով շատ հետաքրքիր դետալի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, հենց նույն Շուշիի մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի այն հայտարարությունը, նախագահի այն հայտարարություններից հետո, որ բոլոր դեպքերում սա միջանցք է եւ այլն, այդ միջանցքը գլուխ բերվեց, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից արվեց հայտարարություն, հենց շեշտադրումը կատարելով նրա վրա, որ թրիփը գործարկվում է եւ այդ Հայաստանով անցնող ճանապարհահատվածի նկատմամբ գործելու է Հայաստանի օրենսդրությունը։ Այսինքն այդքան կարևոր է։ Սա ոչ միայն կարևոր է, սա հենց հակադրվեց, ի հակադրություն Ադրբեջանի նախագահի այս հայտարարության արվեց։ Եվ սա ցույց է տալիս, որ ինքը Միացյալ Նահանգները սա դիտարկում է նաև որպես Ադրբեջանի հավակնությունների զսպման կարևորագույն միջոց։ Եվ բնականաբար սա չի կարող դուր գալ Ադրբեջանին։ Սա հենց այն է, ինչի դեմ, որ Ադրբեջանը պատերազմից հետո, Ղարաբաղյան պատերազմից հետո անընդհատ գործունեություն էր ծավալում եւ հիմա վստահ եմ, որ հենց 3+2 ձևաչափի վերակենդանացման ուղղված ջանքերը եւ դրան ուղղված նաեւ հնարավոր բանակցություններ Մոսկվայում ուղղված են լինելու ահա մեր Միացյալ Նահանգների կողմից այս ներգրավվածության թուլացմանը։ Վստահ եմ, որ հիմա երկու կողմերն էլ շահագրգռված են լինելու, որպեսզի Միացյալ Նահանգներին հնարավորինս խաղից դուրս թողնեն տարածաշրջանից եւ թրիփի գաղափարախոսությունը հնարավորինս չեզոքացնել։ Իսկ այն համարելով, որ ինչ որ մի բան ստացել է թրիփի միջոցով այդ հաղորդակցությունն ապահովելու համար, Ադրբեջանը աստիճանաբար վերադառնալու է կամ փորձելու է վերադառնալ Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան եռանկյունու շրջանակ։ Ընդ որում իրենք փորձելու են նաև օգտագործել Իրանի շուրջ արկա իրավիճակը, գիտեք, Իրանի պատերազմը թեև բանակցություններ, չգիտեմ ինչ որ փաստաթղթեր են ստորագրվում, բայց ըստ էության հողի վրա պատերազմը դեռևս շարունակվում է եւ Իրանը ոչ ժամանակ, ոչ հնարավորություն ունի Հարավային Կովկասում ներգրավվածություն ունենալու եւ իրենք այդ հանգամանքը օգտագործելով այդ եռանկյունին են փորձելու զարգացնել ու փորձելու նաեւ թրիփային ես թրիփը իմիջիալոց ասեմ չեմ դիտարկում որպես զուտ առանձին վերցրած նախագիծ, հա, սա բավականին մեծ պոտենցիալ ունեցող, անվտանգային կարևորագույն բաղադրիչ ունեցող մեգա նախագիծ է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգային համակարգի առանցքային միավորներից կարելի է համարել։ Եվ հենց այս նշանակությունը թույլատնելու, այս նշանակությունը չեզոքացնելուն է ուղղված ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական ունես եռանկյունու հիմնական ջանքերը։ Այս իմաստով վստահ եմ, որ Ռուսաստանում այս հարցը քննարկվելու է եւ վստահ եմ, որ նաեւ փորձ է արվելու ինչ որ առնվազն հանդիպում կազմակերպելու
դա կլինի Անկարայում, կլինի Բաքվում, կլինի Մոսկվայում, էական չի։ Տեսեք, նախկինում էլ պատերազմից անմիջապես հետո 2 թե 3 նման հանդիպում եղել է, Հայաստանը մասնակցել է այդ հանդիպումներին, առանց որևէ էական, ինչպես նշեցի, էական արդյունքի։ Չեմ բացառում, որ էլի է Հայաստանը մասնակցելու դրան, բայց Հայաստանը մի շատ լավ դաս է քաղել, որ կարելի է մասնակցել առանց որևէ արդյունքի, այսինքն ուզում եք մասնակցենք, կմասնակցենք, բայց դա ինչ է տալու ձեզ։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ եւ այդպես պետք է շարունակվի։ Հիմա ասենք նույն ձևով օրինակ ՀԱՊԿ-ի ֆակտորը եթե վերցնենք, ՀԱՊԿ-ն մեզ համար ձևականորեն կա, թղթի վրա կա, բայց բովանդակային առումով չկա։ Այո ճիշտ է, այնտեղ մենք անգամ այդ բաներին չենք մասնակցում գագաթաժողովներին կամ, չգիտեմ, քննարկումներին, բայց կա, Հայաստանը համարվում է ֆորմալ իմաստով այդ կազմակերպության անդամ։ Իդեպ այդ իմաստով շատ են նաև մեղադրանքները, որ Հայաստանը այնուամենայնիվ քայլեր չի անում ՀԱՊԿ-ից դուրս գալու իմաստով եւ նաև Ռուսաստանի Դաշնությունից են հայտարարություններ լսում, որ մենք ձեզ կհեռացնենք, որովհետեւ դուք մասնակցայնություն չունեք, վճարումներ չեք կատարում։ Այս իրավիճակը ինչպես եք պատկերացնում հանգուցալուծում, այսինքն այնուամենայնիվ հայկական կողմը պիտի նախաձեռնող լինի այս իմաստով, թե այն пассив դիրքորոշումը, որ ունի հիմա, որ սառեցրել է գործընթացը, չի մասնակցում եւ քաշվել է մի կողմ։ Որն է ավելի ճիշտ հիմա, լինել ավելի ակտիվ նախաձեռնող, դուրս գալ այդ բոլոր համակարգերից, թե այնուամենայնիվ սпасել։ Այո, ՀԱՊԿ-ն իր անարդյունավետությունը ցույց տվեց, վերջնականապես ցույց տվեց Ղարաբաղյան պատերազմից հետո, մինչև այդ էլ մենք բոլորս էլ գիտեինք, որ այդ կառույցը, այդ ռազմաքաղաքական միավորումը զրոյական արժեք ունի եւ առավել եւս Հայաստանի համար, թեև Հայաստանը պրոակտիվ քաղաքականություն էր վարում, հիշում եք Ղազախստանում ստեղծված իրավիճակում հենց Հայաստանի կողմից առաջ քաշվեց այնտեղ զորքեր մտցնելու գաղափարը եւ դա բավականին ծանր որոշում էր իմիջիայլոց, պատասխանատու քայլ էր Հայաստանի կողմից, Հայաստանն էր այդ ժամանակ նախագահողը ՀԱՊԿ-ում, բայց այդ քայլը արվեց եւ դրանով ցույց տրվեց, թե Հայաստանը ինչքան է ինտեգրված ՀԱՊԿ-ին, բայց մենք տեսանք, որ որևէ ձևով Հայաստանի տարածքային ամբողջականության հետ պաշտպանության առումով իր պարտավորությունները այս կազմակերպությունը չկատարեց եւ դրանով ինքը դարձավ վտանգավոր Հայաստանի համար, որովհետեւ երբ որ դու չունես դաշնակիցներ, դու գիտես, որ չունես դաշնակիցներ, փնտրում ես դաշնակիցներ, գտնում ես կամ չես գտնում, բայց երբ որ ունես դաշնակից, որը ստացվում է, որ ոչ թե դաշնակից է, այլ իրականում դավաճանական գործունեություն է ծավալում, թիկունքից հարված է հասցնում, սա լրիվ ուրիշ պատմություն է, որտեղ ստացվում է, որ քո թշնամին միայն այն դիմացից երևացող սուբյեկտը չի, այլ նաև քո թիկունքին գտնվողն է։ Այսինքն մեր դաշնակիցը արդեն մեր թշնամու կարգավիճակն է ստացվում։ Մոտավորապես այդպես ստացվեց եւ դա էլ է արտացոլում Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա շահերին գերակայություն տալու Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը։ Այսինքն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ուղիղ հետևանք է այդ նոր ստեղծված տարածաշրջանային իրողությունների։ Եվ այս առումով իմ խորին համոզմամբ, քանի դեռ Հայաստանի համար էական վտանգ հենց մնալը, հենց թեկուզ ֆորմալ առումով մնալը այստեղ խնդիր չի հարուցում, մենք կարող ենք շարունակել մնալ, որովհետև կրկնում եմ դուրս գալը, սա շատ կարևոր քայլ է լինելու, քաղաքական ակցիա է լինելու, որը դնելու է ՀԱՊԿ-ի վերջակետը։ Այսինքն գնալ այսպիսի քայլի եւ օգտագործել այս խաղաքարտը այնպիսի իրավիճակում, որը այսպես ասենք ավելի ցածր արժեք կարող ունենալ, քան ինքնին այդ քայլը, ես չեմ կարծում, որ դա տրամաբանական է։ Ուզում եմ ասել, որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ այո Հայաստանը այդ խաղաքարտը օգտագործի, բայց այսօրվա դրությամբ այդ խաղաքարտը օգտագործելու օբյեկտիվ խիստ անհրաժեշտություն մենք չունենք։ Թող խոսեն, թող բողոքեն, թող քննադատեն, ինչ ուզում է թող անեն դրսում ՀԱՊԿ-ում։ Մինչև հիմա մենք էինք համակերպված այդ մեզ թելադրվող պայմանների հետ, մինչև հիմա մենք էինք համակերպված այն փաստի հետ, որ կարող էին օրինակ ՀԱՊԿ-ի գագաթաժողովում Ալիևի նամակը ընթերցել Հայաստանի նախագահի ներկայությամբ, հիմա թող իրենք համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանը շարունակելու է ձևական անդամակցությունը այս կառույցին, միշտ ունենալով եւ միշտ խաղարկելով կազմակերպությունից դուրս գալու եւ այդպիսով կազմակերպությունը բարոյապես ոչնչացնելու այդ խաղաքարտը։ Պարոն Աբրահամյան, նշեցիք, որ TRIP-ը անվտանգային կարևոր կոմպոնենտ է եւ տեսնում ենք, որ
փխրուն խաղաղություն է ձևավորվել Հայաստանի ու Ադրբեջանի մեջ։ Նախընտրական շրջանում հստակ կային ուժեր, ովքեր պնդում էին, որ թե թրիփը, թե խաղաղության գործընթացը չեն կարող գոյություն ունենալ առանց Ռուսաստանի կամ երրորդ երկրի երաշխավորության, որի մասին պարզ է իրենք, որ երկրի մասին էին խոսում։ Ինչպես կարելի է դա պատկերացնել այն պայմաններում, երբ տեսնում ենք, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ համարժեք չէ, նույնը չէ, Հայաստանի հանդեպ շատ ավելի պատժիչ, այսպես թելադրող վերաբերմունք ունի Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանի հանդեպ անգամ ամենասուր հայտարարությունների դեպքում Ռուսաստանը շատ փափուկ է արձագանքում եւ ասում է, որ Ադրբեջանի դիրքորոշումները չեն խանգարում երկկողմ հարաբերություններին, օրերս նկատի ունեմ Իլհամ Ալիևի հայտնի հայտարարությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության ինքնիշխանության հետ։ Ինչպես կարելի է պատկերացնել այս ամբողջը, եթե հիմա այս զամբյուղը, այսպես ասած, բացենք եւ հասկանանք, ինչպես պիտի Ռուսաստանը ապահովի խաղաղությունը, թրիփը այն պարագայում, երբ անհավասար վերաբերմունք կա եւ ինչու այս ներքաղաքական որոշ ուժերի, հատկապես ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի ուժը նկատի ունեմ, որտեղ է նրանց, այսպես ասած, շահագրգռվածությունը, ինչու են իրենք ուզում Ռուսաստանին վերադարձնել այս ֆորմատներ։ Շատ վերջին միտքը ձեր այսպես կորիզներ ամբողջ տեղի ունեցողի եւ այն process-ների, որը գեներացնում է Ռուսաստանը Հայաստանում ընտրություններին սեփական սատելիտ ուժերի ներգրավվածության եւ առաջմղման իմաստով։ Այո, այդ ամբողջ պատմության նարատիվների դրդապատճառը եւ նաեւ այդ ուժերին այսքան ակտիվ աջակցություն ցուցաբերելը Ռուսաստանից հայաստանյան ընտրություններում ներգրավված պրոռուսական ուժերին, այդ երյակին, ամբողջ իմաստը հենց նա էր, որ հնարավորություն ստեղծեն հետագայում իրենք իշխանության գալով կամ առնվազն այնպիսի ներկայություն ապահովելով խորհրդարանում, որը իշխանությանը կզրկեր ուրեմն կարևորագույն քաղաքական որոշումներ կայացնելուց, միջոց դարձնել սա Ռուսաստանի մուտքը դեպի թրիփի միջավայր եւ խաղաղության երաշխիքների, այսպես ասած, ճակերտավոր միջավայր ապահովելու համար։ Եվ այս մուտքը ինքնանպատակ չէ, սրա ամբողջ իմաստը նա է, որ ներգրավելով այս process-երի մեջ ինքը Ամիացյալ Նահանգների համար անիմաստ էր դարձնելու առհասարակ թրիփի հետագա զարգացումը։ Իսկն Ռուսաստանի հենց այս նախագիծը ինչի համար է, ըստ էության սրա միջոցով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանով անցնող հաղորդակցային ուղիների նկատմամբ զորոյացում է ըստ էության։ Եվ մի պարագայում, երբ որ Ռուսաստանը որևէ ձևով ներկայություն է ունենալու դրան, մասնակցելու է կառավարմանը, վերահսկողությանը, ճանապարհի եւ այլն, այս պայմաններում առհասարակ անիմաստ է դառնում այսպիսի նախագծի իրականացումը։ Եվ ամբողջ նպատակը դա էր, որ Ռուսաստանի ներկայությունը ապահովելու միջոցով ուրեմն թրիփը աստիճանաբար այսպես իր նշանակությունը կկորցնի եւ 3+2 ձևաչափը իր փիլիսոփայությամբ ամբողջությամբ կվերակենտ այդ ժամանակ իսկապես կվերակենտանանար այդ 3+2 ձևաչափը եւ այս առումով ամենահարմար նարատիվային տարբերակը հենց այդ մի քանի այսպես կոչված երաշխավորների նարատիվն առաջ բերելն էր, որովհետև իրենք չեն կարող ասել, այո, մեր ամբողջ նպատակն է, որ Ռուսաստանին բերենք այստեղ։ Հենց խոսքը գնում էր դրա մասին, իրենք ասում են, որ այստեղ Ռուսաստանի մասին չի խոսքը, այստեղ Իրանն էլ կարող է դերակատարություն ունենալ։ Բայց սա ընդհանրապես ծխածածկույթ էր իրական նպատակները թաքցնելու համար, հա։ Եվ այս առումով ընտրությունների այն արդյունքը, որը ստեղծվեց, որը ձևավորվեց, ցույց տվեց, որ այս նպատակին հասնել Ռուսաստանը իրականում չի կարողանալու։ Եվ դրանից հետո խաղարկվեց երկրորդ արդեն process-ը, որի մեկնարկը տվեց Գալուզինը իր հայտնի հարցազրույցի ժամանակ եւ իմիջիայլոց շատ վտանգավոր հայտարարություններ արվեցին այնտեղ եւ այս ավելի վտանգավոր է, քան այդ ուրեմն այդ խաղաղության երաշխավորների նարատիվը, հա, այդ արհեստական նարատիվը։ Ինչու, որովհետեւ Գալուզին ինչի վրա էր շեշտադրում կատարում, ինքն ասում էր Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ շրջանակներում, Հայաստանում գործում է ԵԱՏՄ-ի օրենսդրությունը եւ նաեւ Մաքսային օրենսդրությունը, հետեւաբար որևէ այդ ԵԱՏՄ անդամ երկրի տարածքով որևէ ճանապարհ չի կարող անցնել շրջանցելով այս օրենսդրությունը։ Ռուս սահմանապահների երկաթուղու մասին էր խոսում։ Եվ երկրորդը
ռուս սահմանապահներն էին, որ այսպես թե այնպես դուք ստիպված եք լինելու համակերպվել են մտքի հետ, որ այդտեղ վերահսկողությունը սահմանի իրականացնում, նկատի ունի Հայաստանի իրան սահման, իրականացնում է ռուս սահմանապահները, թեև այստեղ կար մանիպուլատիվ բան, որտեղ խոսքը մի դեպքում վերաբերում է ճանապարհի մասին, իսկ սահմանապահների մանդատ տարածվում է միայն սահմանների վրա, հա։ Եվ երրորդը, այո, ինչպես դուք նշեցիք, երրորդ գործոնը արդեն բանն է։ Երկաթուղու կոնցեսիա։ Այո, երկաթուղու խնդիրն է, որը ամենածանր խնդիրն է այսօր Հայաստանի համար։ Ամենածանր, որովհետև այն նպատակը, որ մենք թրիփի միջոցով ուզում ենք իրականացնել, որպեսզի հետագա Նախիջևանից դեպի Թուրքիա անցնող հատվածը անցնի Հայաստանի տարածքով, այս խնդիրը լուծելու համար մենք պետք է հաղթարենք ռուսական կոնցեսիոն կառավարման, երկաթուղիների նկատմամբ կառավարման այս հանգամանքը եւ ինչ որ միջոց գտնենք կամ սեփական ուրեմն այդ ընկերությունից դուրս սեփական երկաթուղին ունենալու առանձին կամ երկաթուղու նկատմամբ այդ կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից վերցնելու, որ էլի բարդ է լինելու։ Եվ այս առումով կրկնում եմ, գործնական դաշտում այս հայտարարությունները ու այս գործընթացներն ավելի վտանգավոր կարող են լինել, քան այդ շատ պարզունակ հնարքը, որ կիրառեցին խաղաղության երաշխավորների այս խոսույթը մեջտեղ բերելով։ Եվ Ռուսաստանը, պարոն Աբրահամյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այնուամենայնիվ Գալուզինի հայտարարությունը նաև դրա մասին էր, որ ունի լծակներ եւ այդ լծակները օգտագործելու է որպեսզի կանխի կամ խաթարի թրիփի գործընթացին։ Եվ ինչպիսին պիտի լինի նաև մեր գործողությունները, որովհետեւ Հայաստանը հանդես է գալիս կառուցողական դիրքերից, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը կառուցողական դաշտ չի ուզում գալ, նախընտրական շրջանում սկսված սանկցիաները շարունակվում են, անգամ վարչապետի այցը Եկատերինբուրգ եւ Միշուստինի հետ հանդիպումը, որը կարծես թե միտված էր նրան, որ իրավիճակը մեղմվեր, մենք տեսնում ենք, որ շարունակվում է։ Ինչ ակնկալել ռուսական կողմից, արդյոք այս հայտարարությունները նրա մասին են, որ հայկական կողմը պիտի գնա հենց այդ ուղղությամբ, այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ նկատի ունեմ, այլապես Ռուսաստանը այո խոչընդոտելու է եւ թույլ չի տալու, որպեսզի թրիփը իրականություն դառնա։ Շատ բարդ իրավիճակ է իրականում եւ իրական այլընտրանքը, որը պարտադրում է Ռուսաստանը այստեղ Հայաստանի առջև ծառանալու։ Այլընտրանք նկատի ունեմ ընտրություն կատարելու, վերջնական ընտրություն կատարելու հարցը լուծելու առումով, հա։ Այստեղ է, որ կարող է որոշվել Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի մեջ օրինակ, թե չի մնում։ Որովհետև խաղը գիտեք ինչպիսին է։ Հայաստանը ամեն ինչ անում է, որ ուրեմն գնդակը միշտ մնա ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի դաշտում։ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ գնդակը միշտ տեղափոխի Հայաստանի դաշտ։ Այսինքն Հայաստանը ընտրություն կատարի, ոչ թե իրենք պարտադրեն։ Իրենք մեզ ասում են, դա մենք կարող ենք նաև մեխանիզմներ գտնել, բայց գործնականում իրենք չեն անելու այդպիսի բան։ Ես վստահ եմ դրանում, իրենք չեն գնա իրենց կողմից ստեղծված կազմակերպությունները սեփական ձեռքով ոչնչացնելու ճանապարհով։ Իրենք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ցույց տան, որ Հայաստանը իր գործողություններով բերեց, հանգեցրեց այս իրավիճակին, եւ Հայաստանը ինքնակամ է դուրս գալիս այս process-ներից։ Հայաստանը դա չի ուզում անել, իմ ասած արդեն պատճառներով։ Եվ այս իմաստով այդ խնդիրները, օրինակ, եթե մաքսային օրենսդրության իմաստով իսկապես խնդիր առաջացավ, մենք պետք է փորձենք լուծել այդ խնդիրը կամ համոզվենք, որ հնարավոր չէ լուծել, ուրեմն արմատական պետք է լուծվես հարցը։ Եվ նույնը օրինակ, չգիտեմ, Ռուսաստանը ինչ կերպ կարող է սահմանապահներին բերել ներգրավել այս process-ի մեջ, ինչ կարող է անել։ Ես չգիտեմ, չեմ կարող պատկերացնել։ Նկատի ունենալով, թե իրենք ինչպես մտան Ուկրաինա, օրինակ, ես ամենածայրահեղ անգամ դրսևորումները չեմ կարող բացառել այդ իրավիճակում, եթե Ռուսաստանը համարի, որ ուրիշ որևէ այլ տարբերակ ազդեցության այլևս չունի Հայաստանը։ Կամ զինուժ։ Այո, կարող է, ինչու ոչ։ Ես ամենածայրահեղ բանն եմ համարում, միջոցն եմ համարում, բայց Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության համատեքստը իմանալով ես ընդհանրապես օրակարգից չեմ հանի։ Իսկ ռազմաբազան կարող է գործի դրվել այդ համատեքստում նույն։ Եթե ծայրահեղ տեսակ, ասես ձևակերպեմ, որ ավելի ճիշտ լինի, միտքս ճիշտ հասկանալի լինի, տեսականորեն այո հնարավոր է։ Տեսականորեն գործնականին տանող հավակնություններով, բայց սա ծայրահեղ քայլ կլինի։ Կրկնում եմ, ամենավերջին քայլը կլինի սա Ռուսաստանի կողմից անելու եւ մինչեւ Ուկրաինայի հարցը չլուծվի, Ռուսաստանը երբևէ այս քայլին չի դիմի, բայց տեսնենք ինչպես կդասավորվի իրերի դրությունը։ Բոլոր դեպքերում այս գործիքը որպես ամենածայրահեղ միջոց Ռուսաստանը միշտ պահպանելու է։ Իհարկե այնտեղ
Ուկրաինայի հետ զուգահեռները մի քիչ տարբեր են, որովհետև այնտեղ ունեն իրենք ընդհանուր սահման եւ այլ, հենց այնտեղ ավելի հեշտ է այդ լոկացիան ապահովելը, քան Հայաստանի դեպքում, բայց բոլոր դեպքերում, այս խնդիրը մենք ունենալու ենք։ Եվ այս իմաստով ինձ համար շատ ավելի նախընտրելի է, որ մենք բոլոր դեպքերում դանդաղ շտապենք, այսինքն մենք չպետք է այնպիսի քայլեր անենք, արկածախնդրային քայլեր անենք, իրեմիջալուց Հայաստանում նաև այդ իմաստով բաներ կան, տրամադրություններ կան, որ շատ արագ պետք է որոշումներ կայացվեն, շատ արագ, չգիտեմ, դուրս եկեք, ռազմաբազան հանեք Հայաստանի, այս կարգի ծայրահեղությունները կարող են Հայաստանին կանգնեցնել չափազանց ծանր դրության մեջ։ Իմ համոզմունքը հետևյալն է, որ մենք պետք է ենթակառուցվածքային իմաստով ունենանք այլընտրանքների այնպիսի հնարավորություններ, այնպիսի բազա, որի դեպքում Ռուսաստանի համար, Ռուսաստանի կողմից որևէ ծայրահեղ միջոցի, ծայրահեղ ամենածայրահեղ նկատի չունեմ, քայլերի դիմելու էֆեկտը մեզ վրա կլինի հնարավորինս թույլ, եւ մենք ունենանք այդ հնարավորությունը, այլընտրանքային հնարավորությունից օգտվելու շանս, ինչպես օրինակ ասենք այդ ապրանքների դեպքում, շուկան փակեցին, բայց Եվրոպական միության ակտիվ աջակցությամբ մենք այնտեղ ոնց որ թե նոր շուկաներ ենք գտնում եւ փորձում ենք մեր արտադրական հզորությունները եւ չգիտեմ այդ հաղորդակցային ճանապարհները լոկացիան ամբողջությամբ հարմարեցնել հիմա էլ այս նոր շուկաներին, բայց սա չպետք է լիներ ստեղծված իրավիճակի որպես արձագանք, սա պետք է լիներ գործողություն, որն անելու պարագայում Ռուսաստանի կողմից նման սանկցիաների կիրառումը կհամարվեր անիմաստ, այսինքն մի բան անել երկրի նկատմամբ, որը արդեն ունի այլընտրանքային հնարավորություններ, լրիվ անիմաստ է։ Նույն օրինակ գազի հետ կապված, եթե մի օր որոշի օրինակ Ռուսաստանը գազի հետ խողովակը փակել, օրինակ եմ բերում, եթե մենք ունենայինք, ասենք, այլընտրանքային էներգակիրների ստեղծած լինենք այդ հնարավորությունը, թեկուզ օրինակ Իրանի կողմից, երբ որ մենք իրականացնում ենք Հայաստան-Իրան գազամուղի շինարարությունը, Ռուսաստանի համար այդ քայլը կիրառելը որպես գործի կիրառել բացարձակ անիմաստ էր դառնալու եւ ինքը չէր գնա այդ քայլին, բայց հիմա մենք չենք կարող բացառել, որ ինչ որ մի գեղեցիկ օր նաեւ այդ լծակ իրենք չենք կիրառելու։ Ասելիքիս իմաստը նա է, որ մենք պետք է այդ միջավայրը ձևավորենք մեզ համար, ենթակառուցվածքային մեր անվտանգությունը սննդի անվտանգություն կլինի, չգիտեմ, ռազմական անվտանգություն եւ այլ, որի ուղղությամբ կարծես թե կարևոր քայլեր նախաձեռնություններ ունենք, դրանք պետք է մենք անեինք, որից հետո արդեն մեզ համար այդ ցավոտ չէր լինի Ռուսաստանի կողմից այսպիսի գործողություններ իրականացնել։ Այս պայմաններում մեզ համար լավագույն ելքը Ռուսաստանի հետ բանակցություններն են, երկխոսության շարունակումն է, իհարկե երբևէ չմոռանալով մեր ազգային պետական շահերը, բարեբախտաբար դրանք հիմա առաջնային պլանում են։ Մենք միշտ տարիներ շարունակ առաջնահերթությունը միշտ տվել ենք Ռուսաստանի շահերին, որին միշտ զոհաբերվել են հայկական շահերը եւ այն որ ես ասում եմ այդ ենթակառուցվածքները մինչեւ այսօր չեն ձևավորվել, թեև անդադար դրա մասին խոսել ենք, որ չի կարելի այս կարգի կախվածության մեջ հայտնվել մեկ կենտրոնից, ինչքան էլ այդ կենտրոնը քո ֆորմալ դաշնակիցը համարվի, բայց այդ իրավիճակը հենց բերեց հանգեցրեց այսօրվա դրության։ Այնպես որ շատ դանդաղ, հավասարակշռված, վերին աստիճանի սառնասիրտ աշխատելով պետք է այս հարցը փորձենք լուծել եւ ճկուն լինել, հնարավորինս ճկուն լինել։ Ինչպես Ադրբեջանը հաջողեցրեց Ռուսաստանի հետ խոսել այսօր հավասարը։ Իսկ այսօր Ադրբեջանը հենց այդպես էլ հաղորդակցում է Ռուսաստանին։ Իսկ Ադրբեջանի նախագահը անում է հայտարարություններ Ուկրաինայի հետ կապված, որոնք որևէ այլ ԱՊԽ անդամ երկրի պարագայում, առավել եւս Հայաստանի պարագայում երբեք չէին ներվի։ Զելենսկին Երևանում եկավ ինչ որ հայտարարություններ արեց իրենց երկրի շահերից ելնելով, ընդ որում մի ֆորումի շրջանակում, որը համաեվրոպական էր, իսկ դա Հայաստանինը չէր, եւ Ռուսաստանը մեծ պատմություն սարքեց դրանից, բայց Ադրբեջանի նախագահը միջազգային մեդիա ֆորումի շրջանակներում Ուկրաինային կոչ անում երբեք չհամակերպվել օկուպացիայի հետ, ընդ որում Ռուսաստանի գործողությունները բաց տեքստով որակելով որպես օկուպացիա, եւ Ռուսաստանն ասում է դե ոչինչ, դա մեր հարաբերություններին չի խանգարում։ Այսինքն հասել են այդ մակարդակին, որ Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրում Ադրբեջանի նախագահից,
իրենց ինքնաթիռին պատահաբար հարված հասցնելու համար, հարաբերություններ ինչ որ մի բան փչացնելու համար եւ այլն եւ այլն։ Եվ դրան հասել են չի արդյունքում, ստեղծելով իր համար այլ ընտրանքներ։ Այո, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին չափազանց մեծ դերակատարություն ունի այս իմաստով, բայց իրենք այդ ստեղծել են, չէ՞, այսինքն այդ հենքը ստեղծել են, որ իրենց թույլ է տալիս Ռուսաստանի հետ հաղորդակցվել այսպիսի լեզվով։ Հիմա մենք էլ պետք է մեր հերթին անենք այդպիսի բան, ստեղծել մի բարձիկ, մեզ համար անվտանգության այնպիսի ամուր բարձիկ, որը Ռուսաստանին ստիպելու է մեզ հետ խոսել այսպես հավասարի լեզվով։ Հիմա մենք բարթագույն խնդիր պետք է լուծենք այդ իմաստով, բայց այլընտրանք գոյություն չունի։ Սա ամենևին չի նշանակում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա նշանակում է Ռուսաստանին ի վերջո հասկանալի դարձնել, որ իրենք գործ ունեն պետության հետ, ոչ թե իրենց ֆորպոստի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Աբրահամյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանն էր, կհանդիպենք։